Տիկին Պողոսյան տևական ժամանակ է նախորդ տարեվերջից սկսած քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճակերտավոր, այսպես ասած, արշավ է սկսել եկեղեցու դեմ եւ պարբերաբար Կիրակի օրերին պատարակներ է մատուցում։ Դուք գնում եք օրինակ Կիրակի օրերին պատարակների։ Ձեր հարցը ես գնում եմ պատարակների թե ոչ, այո գնում եմ պատարակների, բայց ձեր հարցի մեջ մի ուղում եմ ուզում անել, Նիկոլ Փաշինյանը, մեր թիմը արշավ չի սկսել եկեղեցու դեմ։ Մենք եկեղեցու դեմ չենք, մենք եկեղեցուն կողմ ենք, այդ խոսույթը խնդրում եմ վերանայենք, որովհետև եկեղեցու դեմ ոչինչ մենք չենք անում, մենք փորձում ենք եկեղեցին ազատագրել Կտրիչ Ներսիսյանից։ Մեր պայքարը Կտրիչ Ներսիսյանի դեմ է, ոչ եկեղեցու դեմ։ Օրինակ Տիկին Պողոսյան, գիտեք, որ Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով մարդ Հայաստանի Հանրապետության ընտրողների պետական ռեգիստրում չկա։ Ինձ հայտնի է Կտրիչ Ներսիսյանը, ես չեմ կարող այդ ձեր ինֆորմացիան ճիշտ ասած չեմ տիրապետում, բայց այն մարդը, որը հիմա կաթողիկոսի վեհարանը զավթել է, մենք պայքարում ենք իր դեմ, ոչ եկեղեցու դեմ։ Մենք փորձում ենք եկեղեցին փրկել եւ ազատագրել։ Իսկ կոնկրետ որ քայլերի համար է պետք եկեղեցին փրկել։ Օրինակ դարերի պատմություն ունեցող եկեղեցին ինչու հանկարծ որոշվեց, որ մի օր, օրինակ ԿՓ-ի կառավարման 7 տարի անց պետք է ազատեինք եկեղեցին, փրկեինք, այդ ինչից պետքա փրկեինք, այդ ինչ էր արել։ Հենց դարեր շարունակ մեր եկեղեցին, որ մինչ օրս պահպանվել է, այս պահի դրությամբ գտնվում է ոչ ճիշտ մարդկանց ձեռքերում, այն ինչը որ կատարում է եկեղեցու ներսում, եւ մենք բազմաթիվ հոգեվորականներ խոսում են շատ մեծ խնդիրների մասին եւ իրականում անգամ չէր կարելի պատկերացնել, թե ինչքան խորը խնդիրներ կան հենց եկեղեցու ներսում եւ շատ հոգեվորականներ այժմ բարձրաձայնում են ու պետք է ուղղակի ականջալուր լինենք նրանց։ Իսկ խնդիրներից մի քանիսը կթվեք։ Դե տարբեր, օրինակ մենք Արշակ Սրբազանի հետ կապված միջադեպերից ծանոթացանք, բայց Կտրիչ Ներսիսյանը ոչ մի ձև իրեն կարգալույց չի անում, բայց կարգալույց անում այն հոգեվորականներին, ովքեր օրինակ պատարակ են մատուցում, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Արդեն իսկ արժե համակարգի մասին է խոսում Կտրիչ Ներսիսյանի։ Դուք նշեցիք սկզբում, որ պատարակների մասնակցում եք։ Նիկոլ Փաշինյանի հետ եք պատարակների մասնակցում, թե այլ եկեղեցիներ։ Տարբեր, լինում է Կիրակի չեմ մասնակցում, լինում է մասնակցում եմ Նիկոլ Փաշինյանից, լինում է ընդհանրապես մոտակա այլ եկեղեցում եմ մասնակցում։ Իսկ այդ եկեղեցիներում, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ չեք գնում, հնչում է վեհափարի անունը պատարակի ընթացքում։ Դե իհարկե բնականաբար այն եկեղեցիներում նաև դեռևս հնչում է, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը նա է, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է այդ եկեղեցիների անորոշությունը շատ հոգեվորականներ ուղղակի դեռևս վստահ եմ երկմտում են, չեն կարողանում դեռևս դուրս գան ու հնչեցնում են իր անունը, բայց այլ ժամանակավոր է եւ պետք է սրա վերջ կա, մենք ունենանք արժանի կաթողիկոս, մեր եկեղեցուն արժանի։ Որովհետև Կտրիչ Ներսիսյանը այս պահեդրությամբ արժանի չէ մեր դարավոր եկեղեցուն, ու մենք եւս մեկ անգամ էլի նշում եմ, որ մենք հենց եկեղեցու համար ենք պայքարում։ Ըստ ամենայնի Տիկին Պողոսյան, ստացվում է իսկապես, որ այս շարժումը միտված է նրան, որ վեհափարը, ինչպես ասում էինք սկզբում քաղաքացիական պայմանագրի անդամները, վեհարանը ազատել վեհափարից։ Գնում եք դեպի դրան։ Իսկ ով պետք է լինի այն մարդը, ում տեսնում եք այդ դիրքին, քանի որ տեսեք ամիսներ տևած այս գործողությունների ընթացքում կարգալուծություններ, քրեական գործեր, որով ուզում են ճնշել հոգեվորականներին, արդյունքի չի հասնում ձեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ձախողումներ, 10 եպիսկոպոսից ավել չմիացան, անցան քահանաներին։ Այդ ինչպես է ստացվում, էլի, այդ ոնց պետք է ազատագրեք, մի հատ հասկանանք։ Ես էլի ձեր հարցին ցանկանում եմ պատասխանել, բայց նորից պետք է հարցի մեջ դուք որակավորումներ եք տալիս, քրեական հետապնդում ոչ մի բան չկա, որովհետև եթե հոգեվորականները բոլորիս հայտնի է ամռանը, ինչ մեծ բան կանխվեց Հայաստանի Հանրապետությունում, մեծ շատ վատ իրադարձություններ կարող է լինել հոկտեմբերի 27-ից հետո եւս շատ կարևոր, շատ վտանգավոր բան կանխվել է, ու շատ շնորհակալություն ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից, բնականաբար վախեր չունենք, բայց մենք մի երկրում ենք ապրում, որտեղ տեղի ունեցել հոկտեմբերի 27, մարտի 1 ու Փառք Աստծո, որ նաեւ այս ամառ կանխվեց եւ այն հոգեվորականները, որոնք հիմա օրինակ ձերբակալված են,
նրա կալանավորված են, նրա համար չեն կալանավորված, որ ուղղակի հոգևորական են կամ կտրիչ Ներսիսյանին են աջակցում։ Այնտեղ ամեն մեկի հետևում կան մեծ, այսինքն քրեական հետապնդում այստեղ չկա։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցը ճիշտ ասած մոռացա արդեն, իսկ ձեր կարծիքը հայտնելուց հարցը մոռացա, որ խնդրեմ հարցը ում եք տեսնում վեհապարի աթոռին, այո, եւ ինչպես պետք է հաջողեք, եթե այսքան գործողություններից հետո ամեն դեպքում այս շարժումը չի հաջողվում։ Շատ լավ, ասեմ, մենք չի որ պետքա տեսնենք կաթողիկոսի եկեղեցին իր ներսում կընտրի կաթողիկոսին, մենք չի որ ինչ որ մեկին պետքա տեսնենք, դա ճիշտ չի։ Բնականաբար չենք տեսնում ոչ մեկին ու պետք է չի որ մենք տեսնենք եկեղեցին ներսում կմաքրվի եւ կընտրի իր կաթողիկոսին։ Իսկ ինչպես պետք է հաջողեք շարժումը, քանի որ մինչ այս անգամ բարենորոգման ստորագրահավաքին 6 օրից ավել մարդ չի մասնակցում։ Կհաջողենք, տեսնենք, սա արդեն իսկ մեծ բան է, հա, մեծ 11 arczepiskoposներ եւ մի շարք քահանաներ միացել են։ Ես վստահ եմ, որ շատ-շատերը ուղղակի միգուցե ունեն վախեր, միգուցե դերևս երկմտում են, բայց դերևս շատ հոգեվորականներ կմիանան շարժմանը եւ որ հաջողելու է այս պայքարը միանշանակ է։